I think it's all about teamwork. Այս մրցանակը թիմային աշխատանքի արդյունք է։ Ես շատ ուրախ եմ, որ մեր աշխատանքը ուշադրության արժանացավ, հետո նաև գնահատվեց։ Չնայած սա անհատական մրցանակ է, բայց այն նաև իմ ֆուտբոլիստների տեխնիկական անձնակազմի Նոայի հետ կապված բոլոր մարդկանց տքնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք բոլորս հպարտ ենք ու երջանիկ։ For what we have achieved. It's because as human beings we are like this when things are. Մարդու հոգեբանությունն այդպիսին է, երբ ամեն ինչ լավ է ընթանում, անընդհատ հաղթում է, կարող է թուլացնել զգոնությունը։ Իմ գործը մի փոքր այլ է։ Իմ պարտականությունն է միշտ զգոն լինել, առաջ մղել բոլորին, որպեսզի իրենց դրսևորեն լավագույն կողմից։ Սա երկար ճանապարհ է, եւ մենք դեռ ճանապարհի կեսին ենք։ Այնպես որ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին, պետք է ամեն օր ձգտենք ավելի լավը դառնալ, թե մարզումներին, թե խաղերի ընթացքում։ Ցանկացած իրավիճակում պետք է մնանք պրոֆեսիոնալ ու կենտրոնացած։ I think that Կարծում եմ նորմալ է, որ մեզ հետապնդող թիմերը ցանկանում են մեզ իջեցնել առաջին հորիզոնականից, ինչպես օրինակ Արարատ Արմենիան, Ուրարտուն, Փյունիկը եւս, որը շատ լավ մարզիչ ունի։ Չնայած նրան, որ ձմեռային դադարից հետո նրանք դժվարությունների առաջ կանգնեցին, վնասվածքների պատճառով ու միավորներ կորցրին։ Կառանձնացնեմ նաև Վանին, որն իր ուրույն ոճն ունի։ Նրանք դավանում են ֆիզիկական ու ավելի ուղիղ ֆուտբոլ։ Նրանց դեմ խաղերը նույնպես հեշտ չեն։ Եվ ինչպես ասել եմ, նրանք լավ են տրամադրվում մեր դեմ հանդիպումներին։ Մեր մրցակիցները միշտ փորձում են դժվարություններ ստեղծել մեզ համար։ Դա ստիպում է աչալուրջ լինել։ Մենք շատ ենք ուսումնասիրում մրցակիցներին ու նրանց մարզիչների մտածելակերպը, որպեսզի հնարավորինս լավ պատրաստվենք նրան, ինչ սպասվում է մեզ խաղադաշտում։ Ես ուրախ եմ, որ նրանք մեզ առաջ են մղում, քանի որ առանց մրցակցության դու կարող ես թուլանալ։ the whole team functions as itself. Ամբողջ թիմը գործում է ինքնուրույն։ Այդ պատճառով մենք կարողանում ենք պարբերաբար ռոտացիաներ կատարել։ Դրա հետ մեկտեղ հաղթում եւ պահպանում խաղային փիլիսոփայությունը։ Երբ սկսում ես թիմ կառուցել, դու չես կարող ամեն դիրքում հույս դնել մեկ ֆուտբոլիստի վրա։ Պետք է քո տրամադրության տակ ունենաս այլ խաղացողների։ Նախ եւ առաջ նրանք մոտիվացնում են միմյանց մարզումների, խաղերի ընթացքում եւ հետո դրա շնորհիվ թիմը ավելի ամուր է դառնում։ Մրցաշրջանը երկար է, եւ եթե այս գործոնը չլիներ, միգուցե մենք հիմա չլինեինք այս դիրքում։ I love this. This is something about my job that I really. Ինձ իսկապես դուր է գալիս ֆուտբոլիստներին աճեցնելը, նրանց աջակցելը զարգացման process-ում ու ապահովել նրանց մուտքը պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Ես երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանք եմ տանում ոչ միայն խաղադաշտում, այլ նաև դրանից դուրս, որովհետև հավատացած եմ, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում շատ կարևոր է ճիշտ մտածելակերպը, որպեսզի նրանք լիարժեք պատկերացում ունենան, թե ինչպիսին է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքը։ Երբ նոր է եկել Նոա, հենց սկզբից մեր նախագծի մեջ մտնում էր հայ երիտասարդ ֆուտբոլիստների զարգացումը։ Այս փուլում շատ գոհ եմ մեր կատարած աշխատանքից։ Վստահ եմ, որ ապագայում Նոայի ակադեմիայից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ դուրս կգան։ Ես ու իմ տեխնիկական անձնակազմը փորձում ենք բարելավել նրանց որակները, թե տեխնիկապես ու տակտիկապես, թե հոգեբանորեն ու ֆիզիկապես։ Ինձ համար շատ ոգևորիչ է այն պահը, երբ շանս եմ տալիս երիտասարդ խաղացողի։ Հպարտության պահեր եմ ապրում։ Նրանք բոլորը իմ երեխաներն են, իմ որդիները։ Նրանք իհարկե այլ յուրահատուկ համ են տալիս մեր աշխատանքին։ First of all, to become champion because. Քանի որ Նոան երբեք չեմպիոն չի դարձել, իմ առաջնային նպատակը Նոայի հետ չեմպիոնությունն է։ Այս պահին մենք ճիշտ ճանապարհին ենք, բայց դեռ ծանր հանդիպումներ ունենք։ Այնուհետև ցանկանում ենք նվաճել նաև Հայաստանի գավաթը, հետո շարունակել հաջող ելույթները Եվրագավաթներում։ Իմ կարծիքով դա շատ կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև հայկական ֆուտբոլի համար։ Into these competitions and this is what we are looking for and this is what we are preparing for the next season.